Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 25։ Բայց ճանաչեցեք, որ Տերն ընդունել է իր սուրբին, Տերը լսում է, երբ որ կանչում են նրան։ Սաղմոս 4:3 խոսք։ Մենք երբեք չպետք է մեր աշխատանքն Աստծո համար ավարտված համարենք, մինչև մեր կյանքի ավարտը չլինի։ Եթե նա մեր օրերը երկարացնում է մեր սպասելիքներից վեր, ինչպես արեց Հեսուի հետ, դա այն պատճառով է, որ նա դեռ ուրիշ բան ունի անելու մեզ համար։ Նա, ով ձգտում է ունենալ Քրիստոս Հիսուսի միտքը, կպարծենա իր Փրկչի բարության վերջին վկայությունը բերելով եւ շրջապատի բոլորին պատմելով այն պարտականությունների մասին, որոնք Աստծո անարժան բարությունը դրել են իր վրա։ Ժողովը հավաքվել էր կրոնական հանդիսավոր կերպով, եւ Հեսուն նրանց հետ խոսեց Աստծո անունով եւ նրա անունից։ Վարդապետությունը խոսում է այն մեծ բաների մասին, որոնք Աստված արել է իր ժողովրդի եւ նրանց նախահայրերի համար։ Աստծո ողորմության այս պատմության կիրառումը նրանց նկատմամբ կոչ է վախենալու եւ Աստծուն ծառայելու երախտագիտության նրա բարեհաճության համար եւ այդ բարեհաճության շարունակականության համար։ Հեռացրեք օտար աստվածներին, թե քաղդեական, թե եգիպտական կուռքերին, քանի որ դրանք նրանց ապստամբության ամենամեծ վտանգն էին։ Այս կրկնվող պատվիրանից երևում է, որ նրանց մեջ կային մարդիկ, որոնք գաղտնի իրենց սենյակներում պահում էին այդ աղբակույտ աստվածների պատկերներն ու նկարները, որոնք իրենց էին հասել նախնիներից որպես ընտանեկան ժառանգություն, թեև հնարավոր է, նրանք չէին պաշտում դրանք։ Հեսուն նրանց լրջորեն հորդորում էր դրանք դեն նետել։ Հակոբն էլ իր ընտանիքին ստիպեց անելը նույնը հենց այս վայրում, որովհետև երբ նրանք նրան հանձնեցին իրենց ունեցած փոքրիկ կուռքերը, Հակոբը դրանք թաղեց Սիքեմի մոտ գտնվող Բևեկնու տակ։ Հեռացրեք օտար աստվածները, որ կան ձեր միջումը, եւ մաքրվեցեք, եւ ձեր հանդերձները փոխեցեք։ Ծննդոց 35-րդ գլուխ 2